Բաբաջանյանն ասում է, որ որևէ ռուս պաշտոնյա այլևս պետք է ոտք չդնի Հայաստանի Հանրապետություն եւ իբր դա ինչ որ բան է, որ մենք մեր արժանապատվությունը, այսինքն որ թուրք լրագրողները գալիս են նկարվում են, ասում են սա իրանական բանի մոտ, մսկիթի մոտ, սա ադրբեջանական, որ նկարվում են Երևանի կենտրոնում, ասում են սա Երևանն է, իրանք իրենց արժանապատվության հետ որևէ խնդրեմ չունեն, որ հայկական հրավերի կողմով արտաքին գործերի նախարարը պաշտոնական այց է կատարում այստեղ, որևէ ինչ որ հայտարարություն չի անում, որը մեր արժանապատվությանը կպնում, որևէ բան կներեք, բայց այդ արդեն ոչ թե երկակի մոտեցումներ է, դա ուղղակի երես պաշտություն է եւ այլևս որևէ մեկը Հայաստանի Հանրապետությունում չկա, որ չգիտի Եվրադաշինքի իրական նպատակները, նորից եմ ասում, եթե այդ մարդիկ կոռեկտության սահմաններում գնային ԱԳՆ-ի մոտ կամ որևէ այլ տեղ եւ իրենց բողոքի ձայնը բարձրացնեին, ունենալով իրենց դիրքորոշումը, դա մի բան է, դա ժողովրդավարության տեսանկյունից ընդունելի է, բայց երբ կոռեկտության սահմանները անցնելով, երբ խոսելով հայ ժողովրդի անունից, հայ ժողովրդի գլխին նոր խնդիրներ բերելով, ուզում են ուկրաինացնել այս երկիրը, ուզում են Ուկրաինա երկու անպայման սարքեն, ես գիտեմ Արման Բաբաջանյանը փողի հետ խնդիր չունի, իր նմանները ու ինքը վեկալելու են այդ գումարը ու գնալ մի հատ Մոնակոներ ու չգիտեմ Կանադաներ, բայց ժողովրդի գլխին հեկ չի դուք այդ խաղը խաղաք, այս ժողովուրդը շատ դրա համար 15 հոգանոց ակցիա էր, այսինքն մարդիկ հետեւյալը ամենահետաքրքիրը ասեմ, լրագրողը հարցնում ասում է ինչու է այսքան քիչ մարդ հավաքվել, ասա մենք նպատակ չունեինք, որ մեծ ակցիաներ։ Երկու օր դուրս է գալի ուղիղ, եթե կոչ անում, որ շատ կարևոր ակցիա, ժողովուրդ եկեք միացեք։ Բա որ չուներ այդ խնդիրը, որ մասսայական պետք է չնա, բա խեր կոչ անում, որ մարդիկ գային միանային։ Ասեմ ինչի մարդիկ չեն գնացել, որտեղ մարդիկ հասկանում են, որ տեսնում են անկեղծությունը եւ կեղծավորությունը, տեսնում են, որ դա բխում է Հայաստանի շահերից, թե բխում է անձնական շահերից այն դաշինքի, որը պատրաստվում է 26 թվականի ընտրություններին։ Խնդիրը ստե Լավրովը չի, ես նույնը կասեի, եթե այստեղ գար որևէ այլ երկրի ներկայացուցիչ, կլներ դա արևմտյան երկիր, կլներ դա այլ երկիր, կապ չունի։ Խնդիրը Հայաստանի Հանրապետության դեմքն է ու իմիջն է։ Հերիք ու բոլ եղավ, որ մեր երկիրը խայտարակ են։ Ուզում ես գնաս ժողովրդավարության կողմնակից ես, գնա կոռեկտության սահմաններում բարձրաձայնի, բայց դու հայ ժողովրդի անունից արյունոտ պլակատները վերցրել ես գնացել ես այնտեղ, որ ինչ անես, սրես հայ-ռուսական հարաբերությունները, որ քեզ քո հովանավորները տեսնեն եւ աջակցեն։ Դու հայ ժողովրդի, մեր երեխաների ներկայի ապագայի, ուրեմն բանով, դու այդ ապագայով եւ ներկայով փորձում ես բան անես, խաղաթուղթ սարքես քո համար, որ քո անձնական շահերը, քաղաքական եւ նեղ անձնական շահերը լուծես։ Սա անընդունելի է եւ սրա մասին պետք է խոսվի։ Հերիք ու բոլ եղավ։ Հերիք ու բոլ եղավ, ինչ եղավ։ Ուկրաինայում էլ էր տենց լինում։ Ուկրաինական տարբեր ակտիվիստներ, քաղաքական գործիչներ, հասարակական գործիչներ տարիներով մեռան փող ուտելով, հակառուսական պրոյեկտ սարքելով իրենց երկիրը։ Հետո եկան իշխանության 2014 թվականից սկսած Յուշենկոյի ժամանակվանից սկսած եւ դրանից առաջ դեռ 2004 թվականից սկսված արդեն այդ ամեն ինչը մտավ ուժի մեջ։ Հիմա մենք եթե լռելու ենք Ժորժան, իմացեք, որ մենք էլ ենք ընկնելու ցնցումների մեջ։ Դա ակնհայտ է, կա հստակ օրինակ։ Եթե մարդկանց թվում է սա խաղեր է, եթե մարդկանց թվում է սա հեքիաթներ է, ուրեմն թող նայեն Ուկրաինային։ Այդ հեքիաթները մեր աչքի առաջ իրականություն են դառել։